Վերջին շրջանում Հայաստանում երկու կարևոր թեմա կա, որոնք պարբերաբար քննարկվում են, մեկը վերաբերում է սակագների թեմային, ու դա տրամաբանական է, որտեղ երբ որ իշխանությունները հրաժարվում են էլեկտրաէներգիայի սպառման սակագինը նվազեցնել քաղաքացիների համար, դա հանրային քննարկումներ է առաջացնում։ Ու երկրորդ թեման էլ իրենք փորձում են համոզել, պատրաստել, այսինքն քաղաքացիներին, որ հեսա Ադրբեջանից գազ ենք բերելու, Ադրբեջանից գազ ենք մատակարարելու։ Հիմա մենք գազը ստանում ենք Ռուսաստանից, ու ավելի կոնկրետ այսպես է այդ համակարգը աշխատում, Գազպրոմ Արմենիան գնում է գազը Ռուսաստանից եւ այստեղ արդեն բաշխում է։ Մինչեւ Արցախի անկումը, մինչեւ Լաչինի բլոկադայի մեկնարկը, իրենք գազ էին մատակարարում նաեւ Արցախի Հանրապետությանը։ Սա ուղղակի ասենք, որ դուք իմանաք, տարեկան 197 միլիարդի գազ էին գնում եւ դա բաշխում էին Հայաստանում եւ Արցախի Հանրապետությունում, բայց տեղի ունեցավ Արցախի անկումը եւ հիմա Գազպրոմ Արմենիան գազ է գնում 154 միլիարդ դրամի։ Այդ տարբերությունը դա այն տարբերությունը, որին գազ էր սպառում Արցախը, բայց Գազպրոմի տեսանկյունից սա այն կորուստն է ֆինանսական, որ իրենք ունեցել են Արցախի անկումից հետո, բայց քաղաքացիների համար սակագինը չի բարձրացել։ Այս ամենը հաշվի առեք, երբ որ լսում եք իշխանությունների քննարկումները, այն մասին, որ պետք է Ադրբեջանից գազ ստանանք, Ադրբեջանից փաստացի կախում ունենանք, մի օր էլ հնարավոր է ասեն ադրբեջանական գազը ավելի լավն է, ավելի մոտիկ է, քան ռուսական գազը։